Նախաեվրատեսիլյան կրքեր հաղթանակի սպասում հրդեհ ուղիղ եթերում եւ հիասթափություն Հայաստանից զբաղեցրած 7-րդ հորիզոնականից։ Վանաձևի բլոգում Արտակ Վարդանյանը, ով հանրային ուղիղ եթերում տեղեկություններ էր փոխանցում Կարապի լճից, պատմում է Եվրատեսիլում առաջին հաղթական հորիզոնի ախորժակով մարդկանց մասին։ Երբ հաշված րոպեներ էին մնացել Եվրատեսիլ 2010-ի շոուի մեկնարկին, Կարապի լճից վերջին ուղիղ կապի ժամանակ հրդեհ ու բոց բռնկվեց։ Լույսերն ամբողջությամբ անջատվեցին ու մարդկանց մեջ փուչապ սկսվեց։ Այդ ընթացքում հետաքրքիր էր մարդկանց շշուկներն ու խոսակցությունները, որ սա միայն մի բան է նշանակում, որ մենք այսօր հաղթելու ենք։ Հիասթափությունը հայկական բլոգոսֆերայում դրսևորվեց վերլուծական հոդվածների հեղեղով, Եվրատեսիլում միայն ստից երկեր են հաղթում, գեոպոլիտիկա է, սկզբից ամեն ինչ որոշված էր, գերտերություններն են որոշում։ Քուն ու դադար կորսած բլոգերները լալիս են Եվրատեսիլի այնքան մոտ թվացող հաղթանակի դարբը։ 2006-2008 թվականներին Հայաստանը առավելագույն միավորները ստանում էր 6-ից 10 երկրներից, սակայն 2009-ից, երբ քվեարկության կարգը փոխվեց, սփյուռքահայերի ջանքերով ստացած միավորները նվազեցնում էր մասնագիտական ժյուրին։ Մեկ փասել նկատել էր փիղը գաղտնի իլուր աշխարհի հայտարարելով։ Ժողովուրդ, երեք նկատեցիք, որ ազերիների քարտեզը առանց Արցախի ու Նախիջևանի էր։ Թուրքերը արդեն ֆազերը գցել են, բայց ամեն դեպքում ռուսերեն մի գրեք ձեր մոտ դրա մասին։ Բլոգերները Եվրատեսիլին հետևել են բլոգաբարի շոուի ժամանակ նրանցից շատերը ավելի շատ ժամանակ էին անցկացնում համակարգչի առաջ Եվրատեսիլի մասին գրելով եւ արձագանքելով, քան երկիշներին հետևելով։ Թվիթերում Հայաստան եւ Ապրիկոստան թեմաները հայտնվել էին ամենակննարկվող թեմաների շարքում, ինչը 100 միլիոն օգտագործող ունեցող այս ցանցի դեպքում նշանակում է, որ միլիոնավոր մարդիկ այդ պահին քննարկում էին Եվրատեսիլում հենց Հայաստանի համարը։ Եթե Եվրատեսիլում Հայաստանը 7-րդն էր, ապա բաժանորդներին տրամադրվող ինտերնետի միջին արագության հարցով մեր երկիրը շատ ավելի աննպաստ վիճակում է հայտնվել։ 154 երկրների շարքում Հայաստանը գտնվում է 111-րդ հորիզոնականում, 1.67 մեգաբայթ վայրկյանով։ Ցավոք, մենք զիջում ենք ոչ միայն մեր անմիջական հարևաններին, Վրաստան 43-րդ տեղ, Թուրքիա 54-րդ տեղ, Ադրբեջան 86-րդ տեղ, այլև այնպիսի երկրների, ինչպիսիք են Մոնղոլիան, Ղրղստանը, Ռուանդան, Քաթարը, Քենիան, Մարոկոն։ Հունիսի 1-ից փակվում է Երևանի երիտասարդների սիրած վայրը Պրոսպեկտի Յամ-Յամ սրճարանը, որտեղ միշտ կարելի էր գտնել ամերիկյան փքաբլիթներ, դոնաթներ ու լավանքերներ։ Կհասկանան մեզ նրանք, ովքեր զգացել են դա, երբ ամբողջ 2 տարի ամեն օր գնում ես մի տեղ առանց մտածելու, որովհետև այդպես է արդեն։ Գիտես, որ գնաս ընկերներդ այնտեղ են լինելու։ Գիտես, որ լինելու ես այնպիսի մի միջավայրում, որտեղ բոլորը կարծես հարազատ լինեն։ Լավ բաներն ավարտվում են, իսկ նրանց փոխարեն ծնվում են նորերը, ավարտվելու պատմության գիրկն է անցել երիտասարդական պալատը, փոխարենը կառուցվելու է նոր հյուրանոցային համալիր։ Հրապարակելով մի տարօրինակ նկար, Մշեցին գրում է. Այս եսիմ ինչը կլինի կուկուռուզնիկի տեղում։ Ես ճարտարապետությունից գլուխ չեմ հանում, բայց դուրս չի գալիս։ Նախկին երիտասարդական պալատի տեղում նոր հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով կազմակերպված մրցույթի հաղթող է ճանաչվել ճապոնացի ճարտարապետ Կիոկազու Արային։ Օրերս Երևանում ավարտվեց մի խոշոր շինարարական ծրագիր Երևանի Ազատության հրապարակի տակ կառուցվող ավտոկայանատեղին պաշտոնապես բացվեց, վերաբացվեց նաև շինարարության պատճառով փակված հրապարակը։ Գնացել էինք Ազատության հրապարակ, տեսնեինք ոնց են սարքել։ Նորմալ էին սարքել, սիրուն, մաքուր, արձանները մի քիչ արհեստականորեն փայլում էին։ Մի բան դուրս չեկավ, որ մի խումբ ոստիկաններ պտտվում են արձանների շուրջ ու թույլ չեն տալիս, որ մարդիկ նստեն պատվանդանների։ Եթե մերոնք չեն ուզում, որ որոշ տհասներ պատվանդաններին մարկերներով գրեն, կարող են մի 2 կոպեկ ավել ծախսել ու պատվանդանը պատել հատուկ նյութով, որի վրա չի գրվում։ Թանկ չի լինի։ Չնայած նոր ավտոկայանատեղի կառուցմանը Երևանում մեքենաների կայման խնդիրը շարունակում է մնալ բարդ։ Այս քաղաքում պարկովկայի հողի վրա շուտով քաղաքացիական պատերազմ է սկսվելու։ Այդ տահասները լրիվ կորցրել են չափի զգացումը։ Արդեն սեփական տան մուտքի մոտ կանգնել հնարավոր չէ, որովհետև գոյություն ունի հարևան դղյակի պահակ թիկնապահը, ով սպառնում է ապակիները ջարդել, եթե նորից կանգնես նույն տեղում։ Անցած շաբաթ տեղի ունեցավ հանրահայտ Deep Park-ը խմբի համերգը Երևանում, որը սակայն միանշանակ չընդունվեց։ 517 դիզայն մականունով հանդես եկող բլոգերը բողոքում է, որ համերգից 1 օր անց ակաշներում շարունակում են զրնգալ ռոքի հնչյունները։ Խլացել է, ստիպված է լինելու դիմել բժշկի։ Բլոգերների մի մասը բողոքում էին համերգի ժամանակ ձայնային տեխնիկայի վատ որակի, ուրիշները, որ парքի երաժիշտները շատ են ծերացել։ Ամիգա ջանը սակայն պատմում է, թե համերգի ժամանակ իրենք ինչպես էին տժժում։ Հավես էր, ջահելական ներվ կար մեջը, ու ինչ ջահել պապիկ էր Գիլանը։ Առաջին դեպքն էր կյանքումս, երբ որ համերգի էի գնացել ու հաճույք է զգում ամեն ինչից, բացի երաժշտությունից։
Deep Purple-ի համերգի նախաձեռնող բլոգեր ու վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր բլոգում շնորհավորել է ռոքասեր բլոգերներին ու առաջարկել ռոքի սիրահարների հետ ձեռնամուխ լինել «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» խորագրով մեծ նախագծի կազմակերպմանը։ Վերջում մի հետաքրքիր եւ վաղուց սպասված կայք Webmatianից։ Բլոգերը հայտնաբերել է հայկական բաղադրատոմսերի կայք recipes.am, որտեղ իր բնութագրմամբ չկա ոչ մի արտառոց, անսովոր ու անպիտան բան, միայն բաղադրատոմսեր, որոնք իդեպ ավելացվում են կայքի այցելուների կողմից։ Կայքում արդեն 100-ից ավելի բաղադրատոմս կա, որոնք լրացրել են հենց օգտվողները։ Forbes ամսագիրը հրապարակել է լավագույն ստեղծարար ընկերությունների եւ կորպորացիաների ցուցակը։ Այն գլխավորում է Google ընկերությունը, ինչը կարելի էր կանխատեսել։ Չէ՞ որ գլխավոր չափանիշը նորարարություններն էին։ Ինչ նորություններ կառաջարկի Google-ը ցույց կտա ժամանակը, իսկ այդ ընթացքում ինտերակտիվը ձեզ ցույց կտա։ Վիզուալ լուրեր վիրտուալի մասին ըստ Նելի Հարությունյանի։ Կառավարության գործունեությունը դառնում է ավելի թափանցիկ, թարմացվել է պաշտոնական Gov.am կայքը։ Դրանից բացի գործում է նաև e-Gov.am-ը, պաշտոնական այս երկու կայքերում կառավարության որոշումներից, վարչապետի այցերի ժամանակացույցերից եւ նիստերի օրակարգերից բացի կտեղադրվի նաև ինտերակտիվ բյուջե։ Կայքի այցելուները կարող են ծանոթանալ բյուջեի թվերին ու հատկացումներին։ E-Gov.am-ում քաղաքացին կարող է հետևել նաև իր դիմումի ճակատագրին։ Ես չեմ կարող ասել, որ քաղաքացիները ակտիվ են օգտագործում այդ ծառայությունը, բայց առաջերտին դա նոր ծառայություն է եւ երկրորդը քաղաքացիները նույնպես վերջի վերջով կարիք ունեն ընտրնալու էլեկտրոնային ծառայություններին։ Անցկացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստ։ Քննարկել են Armtech 2010 համաժողովի կազմակերպման խնդիրները, ներկայացվել է էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգի էությունը։ Խորհրդի նախագահ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է էլեկտրոնային կառավարման խորհրդի ստեղծումը, որը կզբաղվի հայեցակարգի իրականացման մեխանիզմների հստակեցման խնդիրներով։ Steve Jobs, Bill Gates 30-ամյա հակամարտությունը հանգուցալուծվում է։ Apple-ն առաջ է անցել Microsoft-ից եւ Nasdaq բորսայում ՏՏ ոլորտի ընկերությունների մեջ գրավել առաջին հորիզոնականը։ Այն դարձել է շուկայական կապիտալիզացիայով աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունը։ Առայժմ Apple-ի տարեկան եկամուտը 35.5 միլիարդ դոլար է։ Այն երկու անգամ շատ է 3 տարի առաջ գրանցված ցուցանիշից, բայց ավելի քիչ, քան Microsoft-ինը։ Մյուս կողմից ընկերության եկամուտները 3 տարվա ընթացքում եռապատկվել են, այն դեպքում, երբ Microsoft-ի եկամուտները շատ դանդաղ են աճում։ Եվրատեսիլին նվիրված հատուկ ֆլեշմոբ է անցկացվել Երևանում։ Ֆլեշմոբյան պարի մասնակիցները պատրաստվել են 2 օր շարունակ։ Պարային նույն շարժումները կարելի էր սովորել նաև ինտերնետում տեղադրված ուսուցողական տեսահոլովակների միջոցով։ Դրանց նկարահանումներին մասնակցել էին այն քաղաքների բնակիչները, որոնք արդեն առիթ են ունեցել երգի այս մրցույթն անցկացնել իրենց հարկի տակ։ Անցկացվել է Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն, ակամբ փնտրող ռոբոտ մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել է 10 թիմ։ Նրանց նախագծած եւ պատրաստած ռոբոտները պայմանական ականապատված դաշտում փնտրել եւ գտել են հողի տակ պահված ականները։ Լավագույն է ճանաչվել այն թիմը, որն իր առաջ դրված խնդիրը լուծել է նվազագույն ժամանակում եւ նվազագույն սխալներով։ Առաջինից երրորդ տեղերի համար սահմանվել են դրամական պարգևներ։ Փորձ ենք անում ստեղծել մասնագետների մի խումբ, որը հետագայում արդեն կարող է մասնագիտորեն աշխատել ականազերծման կամ ռոբոտոտեխնիկայի այլ կիրառումների վրա։ 21-րդ դարում կրթություն չունենալն առնվազն տարակուսելի է, նախ այն պատճառով, որ կրթական ռեսուրսների պակաս չկա, դրանք բաց են բոլորի համար։ Ընդ որում, հիմա արդեն կրթական հնարավորությունները սահմաններ չեն ճանաչում։ Ինտերնետով այսօր կարելի է դիմել աշխարհի ցանկացած համալսարան, քոլեջ, փաստաթղթերն ուղարկել էլեկտրոնային փոստով, քննությունները հանձնել օնլայն ու նույնիսկ որոշել ուսանողական հանրակացարանում ձեր սենյակն ու հարևանին։ Եթե այսքանն արել եք եւ ընդունվել եք, ապա մինչեւ մեկնելը պետք է արդեն վճարեք ուսման վարձը։ Իսկ ինչ անել, եթե այդքան գումար չկա։ Իհարկե, պետք է դիմել կրթաթոշակի, որտեղ փնտրել կրթաթոշակ եւ հիմնադրամներ, որոնք կարող են ֆինանսավորել ձեր ուսումը արտասահմանում։ Պարզել է Արտյոմ Լևոնյանը։ Նախիր, հետո արդեն նաև մեր նախագծի համար։